Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչպես անցավ հանդիպումը, ինչ ընդհանուր եզրակացությունների եկաք։ Լսեցինք մեր Արցախի ժողովրդի ներկայացուցիչներին, այսինքն այս ցույցի նախաձեռնող խումբն է, որքանով որ ես հասկացա, եւ մեր տեսլականը ներկայացրեցինք, ինչ որ ընդհանուր եզրակացություններ գալու համար չի կարծում եմ շատ կարևոր է, որ անկեղծ մենք մեր մոտեցումները փոխանցենք, իրենք էլ իմանան ինչ ակնկալիքներ կարող են ունենալ ընդհանրապես, որ քաղաքական ուժից ինչ ճանապարհով ինչպես։ Դուք ներսում նշեցիք ինչ ակնկալիք կարող են ունենալ ձեր քաղաքական։ Ես ասացի, մեր տեսլականը մենք բազմիցս ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արցախայության միակ փաստաթուղթը, որ նրանց շահերը կարող է պաշտպանվել, դա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Ուրիշ փաստաթուղթ չկա։ Ըստ էության ինչ որ հրապարակային բազմիցս խոսել եմ, նույնն էլ իրենց ավելի դետալավորված, ավելի մանրամասն, կարող է մի քիչ մասնագիտորեն, կարող է մի քիչ ավելի ժողովրդի լեզվով, ավելի ոչ իրավաբանական ձևակերպումներով ես բացատրեցի, ներկայացրեցի։ Սա է ճանապարհ, ուրիշ ճանապարհ չկա։ Պարոն Մանուկյան, արցախցիները հետ վերադարձի հարց են բարձրացնում, բայց այսօրվա իշխանությունները ասում են, որ իրենց քաղաքական օրակարգում Արցախի հետ կապված որևէ հարց չկա, հա, Ադրբեջանի հետ բանակցություններում։ Սա նոր մոտեցում է իշխանությունների, թե երբ որ դուք դեսպան էիք, այդ ժամանակ էլ կար այդ մոտեցումը։ Այդ մոտեցումը կարելի ասել ձևավորվել է Արցախի էթնիկ զտումից հետո։ Անգամ էթնիկ զտումից հետո Գրանադայի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետությունը հասել էր նրան, որ այնտեղ կետ կար, որ Արցախի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ձևակերպում հետևյալն է արժանապատիվ վերադարձ իրենց տները, իրենց հայրենիք։ Այսինքն այդ մոտեցումները մի քանի ամիս դեռ շարունակի մնացել են, հետո արդեն բնականաբար Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը չպետք է Արցախի հիմնախնդիրները բարձրացնի, Արցախի վերաբերյալ որևէ հարց չպետք է բարձրացնի եւ Հայաստանը չի բարձրացնում։ Ակնկալիքը իմ ընկալմամբ այն է եղել, որ նրանք էլ հայելային ձևով չեն բարձրացնելու Արևմտյան Ադրբեջանի այդ հոսույթը, այդ թեզը, բայց դուք ինչպես տեսնում եք, օրինակ օրեր առաջ ես արձագանքել եմ չմիավորման կազմակերպության պարլամենտական ցանցում բանաձև էր ընդունվել, որ Արևմտյան Ադրբեջանի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ, արժանապատիվ վերադառնալ իր հայրենիք եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը իր թեզերը շարունակում է առաջ մղել, Հայաստանը ինքն իր շահերը պաշտպանելուց հրաժարվում է։ Վերջին հաշվով Արցախայության խնդիրը մեր շահերը պաշտպանելու մասին է։ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու մասին է։ Ես իմ մոտեցումը ասում եմ, միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալն է, այսինքն գնալ բանակցային այդ ֆորմատով նստել բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը պարտքեր ունի տալու, մինչդեռ Հայաստանը Ադրբեջանի կոպիտ ասած, հա, ժողովրդի ասած դասում պարտքերից չի խոսում։ Հետեւաբար մենք մնալու ենք միակ բանը, պարտք ունեցողը։ Որտեվ դու չես ասում, որ դիմացին է տանելիք ունի, չի անում։ Եվ հետեւաբար կամ դրա դիմաց այլևս այդ փաստաթուղթը հրճակվի առ ոչինչ, կամ դրա դիմաց Արցախի ժողովուրդը պետք է գնա Լեռնային Ղարաբաղ։ Դե կարող են թողապահովեն։ Թող ռուսական զորքերը մտնեն Լեռնային Ղարաբաղի տարածք, թող Լաչինի միջանցքը բացվի, որպես միջանցք սկսի գործել։ Դե թողապահովեն։ Եթե չեն կարողանում ապահովել, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է եռակոմ ֆորմատում հրճակվի առ ոչինչ, որը հիմա չի արվում։ Դուք տեսնում եք, չեն անում, չի արվելու, 2 օր առաջ մամուլի նյութ կար, որ իբր մայիսի 9-ին կարող է հանդիպում լինի, բայց դա հերքվեց 3։ Այսինքն դուք պնդում եք, որ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի իշխանության օրակարգում հօգուտ Արցախի Հանրապետության կետեր են եղել։ Կոնկրետ Արցախի հիմնախնդիրը բանակցային գործընթացում եղել է, ոչ չի եղել։ Դուք նոր եք իմանում։ Բայց հիմնախնդրի լուծումը, այսինքն խնդրի լուծումը Արցախ, հօգուտ Արցախի։ Խնդրի լուծման մասին հիմա ամեն մեկը իր տեսլականը ունի, ինչ որ մեկ ուզում է անկախ լինի Լեռնային Ղարաբաղը, ինչ որ մյուս ուզում է Հայաստանին միավորվի, մյուս ուզում է որ նոյեմբերի 9-ով այնտեղ անորոշ կարգավիճակով ապրեն, բայց որ հարցը քննարկվել է։ Հիմա չի քննարկվում։ Դուք նոր եք իմանում, որ քննարկվել է։ Նոր չեմ իմանում, որ դե հարցնում եք, ասում եմ։ Ուզում եմ ճշտել հօգուտ Արցախի։ Դե ձեր ասում եմ հօգուտ, որ ասում եք, ինչ նկատի ունեք։ Հօգուտ ինչ որ մեկը Արցախցիների սրտով լուծում։ Արցախցիների սրտով լուծումը ո՞րն է։ Արցախ վերադարձ, նրանց 12 կետերի մեջ Դրա համար եմ ասում եմ, տարբեր են։ Հիմա մեկը ուզում է որ անկախ Արցախ լինի։
Մյուսը ուզում է այնտեղ ապրի առանց կարգավիճակի։ Այն մյուսը ուզում է որ Հայաստանին միավորվի, ոնց որ շարժումն է եղել, միավորման շարժում, չէ՞։ Դա համար եմ ասում, տեսլականների հարց է։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում Արցախ վերադարձը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Արդեն ասացի։ Լավ մնացի։